Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի, իսկ ավելի ճիշտ նրա հայտարարության շուրջ նոր սուր քննարկումներ են ծավալվել։ Խոսքը վերաբերվում է դեռևս 2 տարի առաջ նրա աղմուկ հանած հայտարարությունը, երբ նա ասել էր, մեջբերում եմ. «Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը»։ Մեջբերման ավարտ։ Արդեն մի քանի օր է, թե խորհրդարանական մեծամասնության պատգամավորները իրենց ելույթներում շարունակաբար շեշտում են, որ Էդգար Ղազարյանը պարտավոր է հրապարակային ներողություն խնդրել իր հնչեցրած խոսքերի համար։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներսում եւս Ղազարյանի հայտարարությունը միանշանակ գնահատականի չի արժանացել։ Ավելին, խմբակցության ներկայացուցիչները փորձում են հնարավորինս արագ փակել թեման եւ նվազեցնել դրա քաղաքական հետևանքները։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով նույնիսկ քննարկվում է այն տարբերակը, որ Ղազարյանը ազգային ժողովի ամբիոնից հանդես գա հրապարակային պարզաբանմամբ, ապա ներողությամբ։ Ղազարյանը գործընկերների հետ մասնավոր զրույցներում հայտնել է, որ պատրաստ է այս կամ այն ձևաչափով անդրադառնալ իր նախկին հայտարարությանը եւ ներողություն խնդրել։ Երեկ, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից նա ելույթ էր ունենում ազգային ժողովում, սահմանափակվեց միայն իշխանական խմբակցությանը կոչ անելով ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության քննարկման ընթացքում այդ թեմայով հարցեր չհնչեցնել։ Սակայն ՔՊԱ-ականները չեն պատրաստվում ընդունել այդ առաջարկը եւ մտադիր են շարունակել թեմայի քաղաքական շահարկումը։ Ղազարյանն էլ ամբիոնից խոստացավ. բոլորը, ով ինչ ունի այդ թեմայով ասելու, ասի, վերջացնի, վերջում ինքը կանդրադառնա այդ թեմային։